Բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ ֆրանսահայ բարերար Ժան Հովհաննես Դադիկյանին։ Պարոն Դադիկյան, բարի գալուստ Հայաստան եւ շնորհակալ եմ հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար։ Ֆրանսիայում բնակվելով, պարոն Դադիկյան, դուք այնուամենայնիվ չկորցրիք ձեր կապը Հայաստանի հետ, եւ դա արտացոլվել է հենց ձեր բարեգործական նախաձեռնություններով։ Այս անգամ ի՞նչն է ձեզ Հայաստան բերել։ C'est dû à l'éducation que j'ai reçue. Ադիգա ավելի շատ կապված է այն բանին հետ, որ դակավին փոքր դարիք ես հայկական գրթություն եւ դաստիարակություն ստացած եմ եւ հայկական մշակույթը զիս գրաված է թերևս վաղ դարիք ես։ Et donc j'ai été totalement imprégné par l'arménité dès mon jeune âge. Այսինքն կարող ենք ասել հենց վաղ տարիքից էլ ձեր ընտանիքի եւ ձեր կապը Հայաստանի միջև ձևավորվել է եւ հետաքրքիր է ձեր հայի ինքնությունը ինչպես է արդեն սկսել ազդել ձեր որոշումների վրա երբ զգացիք որ պետք է արդեն սկսեք ի նպաստ Հայաստանի գործել։ Depuis toujours Շադոնց թերմանգուց անընդհատ կապը եղած է հայկական ընտանիքներու հետ եւ հայկական միջավայրերն մեծած եմ։ Dans le climat arménien de tout temps. Ինչպես է ձեր տանը կարևորվել հայկական մշակույթի տարածումը եւ նաեւ կրթությունը, այսինքն եւ հայոց պատմության վերաբերյալ եւ Հայաստանի վերաբերյալ, երբ փոքր եք, ինչ եք լսել Հայաստանի մասին եւ երբ եկաք Հայաստան, ինչպես տեսաք Հայաստանը եւ ինչպես զգացիք հայկական միջավայրը։ Je suis venu en Arménie. Բավական ուշ բացահայտած եմ Հայաստանը, հագարակ անոր որ հայկականությունը մեջս էր եւ հայկական մշակույթով գաբրեի։ 8 տարի առաջ էր ընդամենը, երբ կատարեցի իմ առաջին ճամփորդությունս Հայաստան։ Ծնողներս շատ կպատմեին Հայաստանի մասին, բայց իմ մեջս որոշակի վախ կար, որովհետև գիտեի, թե ինչ տանջանքներ ապրած էին անոնք, եւ տեսակ մը գվախնայի, որ ես ալ որևէ հոգեխոց ունենամ։ Եվ որոշ հայկական ընտանիքներ ինձի պատմեցին Մարինե Սարգսյանի մասին, որ քաղաքագիտության բաժնեն ներսկուսաներ եւ որ Երևանի մեջ ճամփորդական գրասենյակ ունի, անոնք էին, որ զիս խրախուսեցին եւ ողջևորեցին, որբեսի կամ Հայաստան եւ անգամ եւս բացահայտեմ իմ հայկականությունս։ J'ai 91 ans, il y a 8 ans, simplement que j'ai fait mon premier voyage en Arménie. Կհիշեք, թե ինչ նպատակով եք առաջին անգամ այցելել Հայաստան, ուղղակի բացահայտելու Հայաստանը, թե կային արդեն որոշ գաղափարներ, որ կարող եք ինչ-որ ձևով նպաստել Հայաստանի զարգացմանը։ C'était simplement un voyage touristique. Առաջին անգամ 8 տարի առաջ էր, երբ այցելեցի Հայաստան։ Այցելությունս զուտ զբոսաշրջային նպատակով էր։ Բարձրապես երկիրը բացահայտելու նպատակ ունեի։ Donc c'était tout simplement un voyage touristique. Հետագայում ինչպես սկիզբ դրվեցին բարեգործական նախաձեռնություններին եւ ինչ ծրագրեր սկսեցիք իրականացնել Հայաստանում։ Alors je dois avouer que tout le mérite en revient à Mariné qui nous a fait une piqûre intraveineuse de l'arménité. Պետք է խոստովանիմ, որ Մարինեին թերը շատ կարևոր էր այս հարցին եւ իմ ներգրավվածության հարցի մեջ։ Կրնամ նույնիսկ սկսել, որ Մարինեն իմ մեջս ներարգեց այդ հայկականությունը։ Առաջին անգամ, երբ եկա զբոսաշրջային նպատակներով, այցելեցինք վանքեր, եկեղեցիներ, հայկական 6-րդ, 9-րդ, 10-րդ դարերու թվակրյալ։ Եվ երբ արդեն բազմաթիվ եկեղեցիներ այցելած էինք, ես հարցում մահարցուցի։ Սի արդյոք Հայաստանի մեջ ուրիշ բան կա տեսնելու։ Ան նայեցավ ինձի եւ ասավ, որ մանգադամը մեջ կաշխատի։ Ես մեկ անգամեն շատ աստվեցա այդ նախատասութենեն, մանավանդ որ գնոջս մայրը ինքը մանգադամ մեջ մեծած էր եւ իմ մայրս ալ նույնպես մանգադան սան եղած էր։ Եվ անոնք երկուքն ալ տեսած էին, թե ինչպես իրենց ծնողները սպառնված են թուրքերուն ցերամփ։ Նայեցա Մարինեին աչքերում մեջ եւ ասի. «Այո, հարգավ, ես կուզեմ այցելել այդ մանգադունը»։ Միասին կացինք հոն, վատ վիճակի մեջ չէր գտնվեր մանգադունը։ Տեսանք, որ անոնք ունեին տիկնիկներ, խաղեր եւ այլն, սակայն շենքին զուտ ֆիզիկական վիճակը հույս չէր ներշնչեր, շատ վատ վիճակի մեջ կգտնվեր, հադագը ավերված էր եւ այլն։ Դնորենին հարցուցի, թե արդյոք պետությունը չի զբաղիր մանգադնով, անպատասխանեց, որ քանի որ այլ ավելի կարևոր խնդիրներ կան երկրներս, Ադրբեջանի հետ կապված եւ այլն, պետությունը ավելի շատ զբաղած է այդ հարցերով։ Ես անորմե նախահաշվարկ խնդրեցի, անպատասխանեց, որ մտադիր են առաջին հարգը կոնե վերանորոգելու։ Ես
տալ ըսի, ինչու միայն առաջին հարգը։ Կխնդրեմ ինձի ներկայացուցեք նախահաշվարկը երկրորդ հարգին համար եւս, նաեւ խոհանոցին համար, ինչ որ շատ կարեւոր է։ Պետք է նաեւ նշեմ, որ ժամանակին մանգադան սաները չէին գրնար բարձր ուսումնական հաստատություններ ընդունվել, որովհետեւ անոնց գիտելիքները եւ գրթական ծրագիրները բավարար չէին ադոր համար։ Արդեն 8 տարի է ի վեր, Մարինեի շնորհիվ մենք կֆինանսավորենք ամեն ինչը եւ կվճարենք ուսուցիչներուն համար եւ հուրախություն մեզ անցյալ տարի 9 սաներ ընդունվեցան բարձրակույն ուսումնական հաստատություններ։ Et maintenant, ils arrivent à accéder à l'université. Et l'année dernière, il y en a eu 9 élèves qui sont rentrés à l'université. Et ça, c'était une grande satisfaction. Այդ ժամանակ արդեն կար ձեր ստեղծած հիմնադրամը, թե հենց այդ այցից հետո սկսեցիք մտածել հիմնադրամ ունենալու մասին եւ հետաքրքիր է այս օրերին արդեն ինչ առաքելություն ունի այն։ Alors, la fondation a été créée par Marinet parce que comme elle avait une agence de voyage, Հիմնադրամը Մարինեն ստեղծած է, որովհետև ան զբոսաշրջային գործակալության ղեկավար էր, եւ ես երբ անոր փոխանցումներ կկատարեի, ան մտավախություն ուներ, որ այդ ամենը գրնար համարվիլ որպես Թուրսեն ստացած եկամուտ, եւ Մարինեն է, որ զիս համոզեց, որ ստեղծենք հիմնադրամը, որպեսզի ամեն ինչ օրինական հիմքերու վրա ալլա, եւ այդպես ալ կաշխատենք մինչ օրս։ c'est comme ça que la fondation a existé. Պարոն Դադիկյան, եւ ինչպես գիտեմ, դուք այս տարի արդեն նոր նպատակներ եք սահմանել ձեզ համար եւ ցանկանում եք զինվորի տանը ֆրանսիական ոճով անկյուն պուրակ ստեղծել։ Ինչպես այս գաղափարը ստեղծվեց։ Il y a des années qu'on s'occupait déjà de la maison du soldat. Մի քանի տարի է արդեն, որ կզբաղենք զինվորի տան հարցերով։ Հոն միշտ շատ չերմ ընդունելության արժանացած ենք։ Եվ որ մտնօրեններեն մեկը ըսավ, որ գուզեին ֆրանսական ոճով բարդեզմ ունենալ, որբեսի զինվորները, ովքեր դարբեր վնասվածքներ ունին, գարենան իրենց անվասայլակներով զբոսնել։ Ինձի իսին, որ այդ նախագիծը 100,000 եվրո գարժե։ Այդ պահուն ոչ մեկ բան ըսի, խոստանալով մտածել ադոր մասին եւ միայն ինքնաշարժի մեջ վերաթարցի ջամփուս վրա որոշում կայացուցի, որ փոխանցումը կգադարեմ, որբեսի այդ ծրագիրը իրականություն դառնա։ Sur le champ, je n'ai rien dit. Il n'y a que dans la voiture et à Marinet que j'ai donné mon accord. Mais voilà comment ça s'est passé. Ինչպես գիտեմ, զինվորի տուն դուք սովոր եք այցելել ձեր լուսահոգի կնոջ հետ, Մարիոն Դադիկյանի հետ։ Ինչ խորհրդանշական կապ է այն ունենալու ձեր կնոջ հետ։ Ինչպես գիտեմ, այն նաև անվանակոչվելու է ձեր կնոջ անվամբ։ Mon épouse de nationalité américaine était plus arménienne que certains Arméniens. Գինս Ամերիկայի Միացյալ Նահանգներու քաղաքացի էր, սակայն ավելի հայ էր, քան շատ հայեր։ Մարինեն հարգավ կհաստատե ադիգա եւ անմիջապես ամուսնութենեն յետ ան ամբողջությամբ ներգրավվեցավ հայկական միջավայրի մեջ։ Իմ համեստությունս բարձաբես թույլ չի դար ինձի թվարկելու այն բոլոր գործողությունները, որոնք գինս ըրած է հայկական միջավայրեն ներս։ Et que Marinet pourra vous énumérer mieux que moi. Parce que ma modestie m'interdit de faire l'énumération de tout ce qu'on a fait. Et ça a été grâce à Marinet et grâce à mon épouse. Զինվորի տանը իրականացվելիք այս ծրագրից բացի այլ նախաձեռնություններ կամ գաղափարներ կան, որոնք եւս ուզում եք իրականացնել Հայաստանում։ Alors, je ferai un préalable. Il y a 21 ans, avec mon épouse. Մեկ այլ շատ կարևոր նախագիծով մենք կսպաղենք եւ ներգրավված ենք արդեն 21 տարի է ի վեր գնոջս հետ։ Խոսքը կվերապերի Եվրոպայի ամենեն մեծ հայկական դպրոցին, որ այժմ կգրե Մարիոն եւ Ժան Դադիկյաններու անունը։ Դպրոցը կգոչվի նաեւ համազգային դպրոց։ Հոս սաները հնարավորություն ունին իրենց ուսումը շարունակելու նախագծարանեն մինչեւ երկրորդական վարժարան։ Մենք ամենօրյա կերպով կսպաղենք ադորմով։ Կարելի է ասել, որ ադիգա մեր հիմնական գործունեություն Ինչ կվերապերի աբակա ծրագիրներուն, ամեն ինչ գախյալ է Մարինեեն, որովհետև մենք անոր ոչ մեկ խնդրանքը կմերժենք եւ հետագային նույնպես պիտի չմերժենք որևէ նախաձեռնություն, որ Մարինեն գարաչարգե։ Պետք է նշեմ, որ ան բացարիք անձնավորություն մնե եւ այսօր պետք է իմ փոխարեն ան ծեր հյուրը ըլլար։ Refusera jamais rien. Elle est extraordinaire. Elle devrait être à ma place aujourd'hui.
Եթե Հայաստանից մի պահ տեղափոխվենք Ֆրանսիա, այնտեղ ինչ պատմություն ունեք եւ այնտեղ ինչ գործունեությամբ եք զբաղվում։ J'ai 91 ans. Ես արդեն 91 տարեկան եմ, հետևաբար թոշակառու եմ եւ չեմ աշխատիր։ Ամեն դեպքում կարծում եմ, որ ձեր գաղափարները եւ նախաձեռնությունները, որոնք իրականացնում եք Հայաստանում, բավականին գնահատելի են եւ հետաքրքիր է ձեր կարծիքը այս գործունեության վերաբերյալ։ Ինչ եք կարծում, որքանով են կարևոր նման նախաձեռնություններ իրականացնելը Հայաստանում եւ որքանով է կարևոր, որպեսզի սփյուռքահայերը նպաստեն Հայաստանի զարգացմանը եւ ինչ որ ոլորտներում իրենց ներդրումը ունենան։ C'est un sujet qui ne me Ճիշտն ասած, ադիգա ինձ չի վերապերիր եւ չի մտահոգեր։ Ես կգադարեմ այն ինչ կգարենամ եւ չեմ հետաքրքրվիր ուրիշներու գործունեությամբ։ Les autres m'intéressent pas. Ապագայում երբ կրկին ձեզ սպասենք Հայաստանում եւ ինչ նոր ծրագրերի եւ նաեւ երազանքների իրականացմանը սպասենք։ Oui, je vais avoir 91 ans. Արդեն 91 տարեկան եմ եւ դարիքս հաշվի առնելով ես չեմ գրնար ցեզի հստակ ամսաթիվ մը ասել, թե երբ կգարենամ գրգին Հայաստան վերադառնալ, բայց մեկ բան հստակ կրնամ ասել, որ հաստատ իմ գործունեության հետևորդներ կլան, շարունակողներ կլան եւ վստահ եմ, որ հիմնադրամը կշարունակի ապակային իր գործունեությունը, նույնիսկ առանց ինձի։ Je dirais pas perpétuelle, mais elle continuera après mon passage. Շնորհակալ եմ հարցազրույցի համար եւ հաջողություն եմ մաղթում ձեր բարեգործական գործունեությանը։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ ես զրուցում էի ֆրանսահայ բարերար Ժան Հովանես Դադիկյանի հետ։ Կհանդիպենք։